Պարոն Մելիք Շահնազարյան, նախ այս նախաձեռնությունը ինչպես եք գնահատում եւ իշխանությունները տեսնելով, որ իսկապես հանրության ճնշող մեծամասնությունը առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի կողքին է, հնարավոր է զերծ մնան այս քայլերից, որը իրականացնում են։ Գիտեք, նման բաների ականատես մենք եղել ենք, երբ որ հանրային ճնշումը ստիպել այս իշխանություններին իդ կանգնել քայլերից կամ գոնե թե ժամանակ ձգել, վերափոխել եւ փորձել այլ մոտեցումներ ցուցաբերել։ Ես ավելի քան համոզված եմ, որ եկեղեցու դեմ այս հարձակումը իսկապես այն կարմիր գծերից է, որը ի վիճակի է հանրությանը ոտքի հանել եւ հերթական անգամ ստիպել դավաճան իշխանություններին հետ կանգնել ազգային արժեքների, մեր հավատքի, մեր եկեղեցու դեմ հարձակումներից։ Կարծում եմ, որ նույնիսկ այս պահը, մենք տեսանք, որ ընդամենը փոքրիկ կայծ Վանեցյանի կոչը եւ միանգամից բոլոր մարդիկ միացան, այսինքն երևում է, որ ժողովուրդը պատրաստ է կազմակերպելու խնդիր կա։ Լիահույս եմ, որ մեր էլիտաները ընդդիմությունը ճիշտ կգնահատեն պահի իրավիճակը եւ այո, իհարկե սա հիմա մենք եկեղեցու կողքին ենք, բայց մեծ հաշվով եկեղեցին էլ այս իրավիճակում է հայտնվել, որովհետեւ պետության ղեկը անցել է դավաճանների ձեռքի եւ նրանք կռիվ են տալիս ամեն հայկականի դեմ, ամեն այն երևույթների դեմ, որոնք մեր միասնությունը, մեր ազգի ուժը կամ ապագա պոտենցիալը վերականգնելու հնարավորություն են տալիս։ Այսինքն սա առանձին եկեղեցու վերցած հարցը չի խորքի մեջ։ Խորքի մեջ մեր դիմադրականությունը կոտրելու քաղաքականությունն է եւ Փաշինյանը այսպես հերթով խնդիրները լուծելով հասել է սրբության սրբոցին։ Հույս ունեմ, որ այս վերջին կետը իսկապես ուշքի կբերի եւ հանրությանը եւ էլիտաներին վերջնականապես ուշքի կբերի եւ խնդիրները կլուծեն։ Քննարկել ներողություն, որ օրինակ կուսակրոնության ուխտը չպետք է խախտել, դրանք թեմաներ են, որոնց մասին չպետք է խոսել։ Չէ, դրանք պետք է խոսել, պետք է քննարկել, միանշանակ այդ հարցերը պետք է լինեն օրակարգում, բայց առաջի հերթին դա լինեն եկեղեցի ու ներքին կանոնակարգերի օրակարգում։ Բոլորս հասկանում ենք, չէ՞, որ խնդիրը Փաշինյանի կուսակրոնությունը չի հոգևորականների։ Նա ինչ որ պատճառներ, առիթներ է հորինում եւ դրանցով փորձում է հարվածներ հասնել։ Այսինքն փնտրում է թույլ կետեր եւ հարվածներ է փորձում հասնել։ Հիմա կուսակրոնության հետ կապված ես անկեղծ եմ ասում, մեր երկրի արժեվ եւ եկեղեցու արժեվ կանգնած խնդիրների թերևս 100-րդ կամ 1000-րդ շարքում պետք է լինի դա։ Ինձ համար ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես օրինակ մեր եկեղեցին տեր կանգնում իր հոտին, որը իր ժողովրդին, որը անընդհատ մշտական, տեղեկատվական, քարոզչական, ֆիզիկական ահաբեկչության տակ է գտնվում։ Կառույցների, իրավապահ կառույցների բանն է, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանին հավաքագրել եւ տվյալներ են տրամադրել, ինչի մասին ինքը ակնարկեց, ասեց։ Ես չգիտեմ տրամադրել են, թե չեն տրամադրել։ Կաթողիկոսի Գիտեք, ժամանակին էլի տենց անհերքելի փաստերի մասին էր խոսում, վերջում Հրայր Թոմասյանի նվիրած գրիչը ցույց տվեց։ Այսինքն ինձ համար ակնհայտ է, որ կա շանտաժի էլեմենտ։ Բացի դրանից, շատ տեսականորեն, եթե որևէ հոգևորական ինչ-որ բան խախտել է եւ այլն, հասկանալի է, որ նրանք էլ մարդիկ են, կարող են մեղքի զգացողություն են, ապաշխարեն եւ այլն եւ այլն։ Նորից եմ ասում, մենք հիմա որպես հանրություն, որպես ժողովուրդ կանգնած չենք այդ խնդիրների առջև։ Շատ ավելի լուրջ կենսական խնդիրներ կան մեր երկրի, մեր ժողովրդի առջև դրված, դրա համար ավելի քան համոզված եմ, որ այո, բարոյական հարցերը, բարեվարկության հարցերը եւ այլն դրանք շատ կարևոր են, բայց դա նաեւ կարմիր գծեր են։ Կարմիր գծեր, որ չի կարելի պատերազմի վտանգ տեսնում եք ընդդիմության կոնսոլիդացիայի կբերի ի վերջո, քանի որ արդեն ամենավերջին կետին, առաքելական եկեղեցուն է թիրախավորել Նիկոլ Փաշինյանը, դուք քիչ առաջ ասացիք, մի փոքր կայծ եղավ Արթուր Վանեցյանի գրառում եւ այսքան մարդ հավաքվեց։ Հնարավոր է կայծ ընդդիմության կոնսոլիդացիայի հիմք դառնա։ Այո, հանրային պահանջ կա, ընդ որում դա վերաբերվում է ոչ միայն եկեղեցու դեմ Փաշինյանի այս հարձակումներով, դա պայմանավորված է նաև այն փաստով, որ ժողովուրդը հոգնել է լինել անընդհատ ստորադասված, ոտնահարված իրավունքներով, ստորացված թշնամիների կողմից։ Մարդիկ ի վերջո հասկանում են, չէ՞, տեսնում են ինչ է տեղի ունենում։ Հնչում է ինչ-որ սիգնալ Ադրբեջանից կամ Թուրքիայից,
Հաջորդ օրը բառից բուն իմաստով դա վերցվում է այստեղ իշխանությունների կողմից եւ սկսում է զարգացել եւ գրոհներ տարվել այդ ուղղությամբ։ Այսինքն մեկ պատահականություն, երկու պատահականություն, բայց ի վերջո արդեն պարզ է, որ կա ձեռագիր։ Այսինքն մենք տեսնում ենք հետևողականություն այս ամենի մեջ եւ ժողովուրդը այդ ստորացված վիճակից իսկապես չի կարողանում այդպես շարունակել ապրել։ Բավական է դուրս գա փողոցներ եւ տեսնել, այո, կա հակակրանք տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ, ընդդիմության նկատմամբ եւ այլն չենք թաքցնում դա, բայց նաեւ այս իրավիճակը, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից է մեզ վարկագիծ թելադրվում, սահմանադրություն փոխել, չգիտեմ, այսպես կոչված սահմանազատման գործընթաց իրականացնել, եկեղեցու դեմ հարձակվել, կրթական ծրագրեր փոխել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը ի վերջո բերում է նա մարդիկ հասկանում են, որ կառավարվում են Ալիևի եւ Էրդողանի կողմից եւ դա վիրավորական է դառնում նույնիսկ նրանց համար, ովքեր անկեղծորեն հավատացել էին Փաշինյանի առաջարկներին, այսպես կոչված հեղաշրջման ու հեղաշրջում է իհարկե քաղաքական պատերազմի վտանգ դուք տեսնում եք, քանի որ քիչ չեն նաև այն մարդիկ, ովքեր համակարծիք են Նիկոլ Փաշինյանի հետ, կիսվում են նրա գրառումներով, այո, պահանջում են, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է լքեն վեհարանը։ Չեմ տեսնում քաղաքացիական պատերազմի վտանգ, որովհետև տեսնում եմ, որ այո, Փաշինյանի կողմնակիցների ձայնը բարձր է, բայց հստակ տեսնում եմ տեխնոլոգիաների կիրառում։ Այսինքն բավական է գտնել 1-2 հոգի նման արտահայտություններ անողներին եւ բոլոր պետական քարոզչամեքենան լծվում է դրանց ձայնը բարձրացնելու եւ ցույց տալու իբրև թե նրանք մեծամասնություն են կազմում։ Իրականում այդ մեծամասնությունը չկա, եթե լիներ այդ երևույթը, վստահեցնում եմ, այս մարդիկ այստեղ չէին հավաքվի եւ հանրային տրամադրությունները միանշանակ ակնհայտ կլինեին։ Հիմա հանրային տրամադրությունները հակառակի մասին են խոսում եւ ես նորից ասում եմ, որ կա իրական հնարավորություն այս առիթը օգտագործելու քաղաքական դաշտում այս պայն այլ առաջարկներ կան, միավորելու այդ բոլոր առաջարկները դարձնելու մեկ պոտենցիալ, եւ հարցին վերջնական լուծում տալու։ Ընդամենը մեկ բան է պետք, որ ընդդիմության առաջնորդները կարողանան մեկ անգամ մեկ սեղանի շուրջ հավաքվեն եւ այդ հարցերը քննարկեն։ Փաշինյանի թիմակիցները նշում են, որ հոգեվորականները զբաղվել են քաղաքականությամբ, հիմա նրանք են զբաղվում հոգևորականների ներքին, այսպես կոչված ներքին հարցերին։ Այս պնդումներին դուք ինչպես եք վերաբերում եւ այստեղ հիշեցնենք նաեւ Գարեգին II-ի այն խոսքը, որ ազգային հարցերին են իրենք խառնվել, ոչ թե քաղաքականությամբ։ Ես Երանի կտայի, եթե մեր եկեղեցին իսկապես զբաղվեր քաղաքականությամբ։ Ցավոք սրտի, ես ինքս շատ մեծ ներքին ամբոստություն կամ նույնիսկ դժգոհություն ունեմ այն հարցի հետ կապված, որ եկեղեցին մշտապես փորձել է իրեն դուրս դնել ներքաղաքական զարգացումներից, հղվելով բազում դարերի փորձառության վրա եւ այլն եւ այլն։ Մենք տեսանք սրբազան պայքար, ցավոք սրտի չտեսանք եկեղեցու լիարժեք մասնակցություն այդ ամենին, ըստ էության Բագրատ Սրբազանը միայնակ մնաց կամ շատ քիչ հոգևորականներ, շատ քիչ հոգևորականներ այդ պայքարի աջակիցը դարձան։ Մենք տեսանք բազում իրողություններ եւ ես ասեմ, որ եկեղեցու թիրախավորումը հնարավոր է դարձել նաեւ այն պատճառով, որ շատ բաներ, այո, քրիստոնավայր, հայրաբար, բայց ամեն դեպքում ներվել է այս իշխանություններին։ Վերջի դրա օրինակը Մայրաթորի վերահոսման արարողությունն էր։ Մենք բոլորս տեսանք, որ եկեղեցին նորից այդ քայլը արեց։ Դրա համար ես չէի ասի, թե եկեղեցին այսքան ժամանակ զբաղվել է ներքաղաքական պրոցեսներով, չի զբաղվել, հիմա էլ ըստ երևույթի նման ցանկություն չունի, բայց մի կարևոր փոփոխություն այնուամենայնիվ պետք է մենք արձանագրենք։ Հանրային ընկալումներն են, երբ որ եղավ հեղաշրջումը եւ հարձակում վեհարանի վրա, կամ վեհապարին քաշքշում էին Սարդարապատում, մինչև այդ Գառնու ձորում էր, թե որտեղ էր, այո, ճանապարհը փակվել էր, այն ժամանակ մեր ժողովուրդը չէր պայքարում իր արժեքների համար։ Ինքը տարված էր այլ գաղափարներով, խաբված էր այս իշխանությունների կողմից։ Այսօր այդքանը դեռ չկա, բայց դրա ակնարկները կան եւ մենք տեսնում ենք, որ հանրությունը ոտքի է կանգնել։ Ընդ որում ասեմ ձեզ մի կարևոր գաղափար կա, որ ուզում եմ անպայման դրա մասին խոսենք։
Այն է, որ հարձակումը եկեղեցու դեմ դա միայն ներքաղաքական կամ ներհայաստանյան process չի։ Դրանով Փաշինյանը նաև իրեն դիրքավորում է աշխարհաքաղաքական կենտրոնների ընկալման մեջ, որովհետև եթե հետևեք թե ինչ ընթացք ունի օրինակ Արևմուտք Ռուսաստան հակամարտությունը արժեքների տիրույթում, կտեսնենք, որ եկեղեցիները, ավանդական արժեքները եւ այլն, դրանք այն թեզերն են, որոնք դարձել են ռուսական քաղաքականության առաջնորդող գործոններից մեկը եւ նման հարձակումներ գործելով Փաշինյանը փաստորեն փորձում է երկու խնդիր լուծել, այդ թվում նաև ցույց տալ աշխարհաքաղաքական իր հովանավորներին, հատկապես եվրոպական հովանավորներին, որ այս հարցում նույնպես մենք աջակցում ենք այդ գաղափարներին, որ ամեն արժեքավորը, ամեն ինստիտուցիոնալը, պատմական եւ այլն, դրանք այսօր մղվում են երկրորդ պլան եւ Փաշինյանը նաեւ այդ ծառայությունն է մատուցում։ Գերագույն հոգևոր ժողովից հետո Մայրաթորի տարածած հաղորդագրությունը ըստ ձեզ որքանով էր համարժեք կամ որքանով էր արտացոլում իրողությունը։ Իհարկե համարժեք չէր։ Ես դրա մասին շատ կարճ եւ դառնացած գրառում եմ արել, որ լավ է գոնե վարչական դատարան չենք դիմել։ Բայց հիմա անկեղծ ասած ինչ եղել է, իսկապես ինչ եղել է, ես ինքս ներքին շատ արդեն ասացի, որ դժգոհություններ ունեմ, ես կարծում եմ եւ հուսով եմ, որ այս իրավիճակը ինքը դաս կլինի բոլորի համար, եւ հավատավոր ժողովրդի համար, եւ այդ ժողովրդի հոգեվոր առաջնորդների համար, եւ նույնիսկ իրավապահ մարմինների համար, որոնց ուղիղ գործառույթն է պաշտպանել եկեղեցին նման հարձակումներից, եւ վերջապես մեկ անգամ գործել իշահ պետության, իշահ ժողովրդի վերջի տարիների համար եմ ասում, այդ քայլը անել։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է այս պահին մի կողմ դնենք նախկին սխալների վերլուծությունները եւ այլն եւ ամեն ինչ կառուցենք նայելով ապագային։ Այսօր ես այստեղ եմ, ես եկել եմ որպեսզի թե վեհապար հայրապետը, թե հոգևոր դասը եւ թե ժողովուրդը տեսնի, որ պատրաստ ենք պայքարի, պատրաստ ենք մինչև վերջ կանգնելու մեր եկեղեցու, մեր հոգևոր առաջնորդների կողքին եւ թույլ չտալու, որպեսզի այդ վերջին, այսպես ասած, մեր հանգրվանը, մեր ինքնության կամ ապագայի հենքոված այդ վերջին հանգրվանը ինքը կայուն մնա, ապագայում հույս ներշնչելով, հույս տալով վերականգնվելու։